Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրանի փոխարտգործնախարարը Բաքվում հայտարարել է, թե նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։ Իրանցի պաշտոնյան անդրադարձել է Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ասել է տարածաշրջանում չկա այլ երկու երկիր, որոնք այնքան սերտորեն կապված կլինեն միմյանց հետ, որքան Իրանն ու Ադրբեջանը։ Վերջերս էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել էր, թե 3+3 տարածաշրջանային գործակցության հարթակի հաջորդ հանդիպումները նախատեսվում են Երևանում եւ Բաքվում կողմերի որոշած հերթականությամբ, մասնավորապես առանձնացրել են Ռուսաստան-Իրան-Հայաստան երկխոսությունը։ Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան եւ Իրան ձևաչափով շփումներով, տնտեսական եւ տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի եւ մշակութային մարդասիրական թեմաների քննարկման համար։ 3+3-ը իրականում 3+2-ը թուրքական կողմի նախաձեռնած հարթակն է, որի շրջանակներում մի քանի անգամ հանդիպումներ են եղել, սակայն փաստացի արդյունք չեն տվել։ Դրանցից վերջինը Ստամբուլում էր 2024-ին, հետո մասնավորապես վերջին ամիսներին Ալիևը հաճախակի էր խոսում այն մասին, որ տարածաշրջանային հարցերը պիտի հենց տարածաշրջանի երկրները քննարկեն եւ լուծեն։ Հիմա էլ ակտիվ շփումների մեջ է վրացական իրանական կողմերի հետ։ Եթե լինի նոր հանդիպում այս ձևաչափով, ապա կարող է այն որևէ արդյունք տալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Քաղաքագետը դրական կանխատեսում չունի, որովհետև կարծում է պարզապես Ադրբեջանը քաղաքական կամք չունի պայմանագիր ստորագրելու։ Չի ուզում, ինչ վերաբերում է երկու տերությունների Ռուսաստանի եւ Իրանի ակտիվացմանը, փորձագետը դրանք տարածաշրջանում այս երկրների ունեցած շահերով է պայմանավորում, մասնավորապես ընդգծում է հյուսիս-հարավ ճանապարհը։ Որպես այլանդրանք, որը կարող է հանդիսկալ որպես կարևոր նշանակություն ունեցող ինֆրակառուցվածքը, որը օգտակար է լինելու առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու շարունակելու օգտագործելով եւ Ադրբեջանի եւ Իրանի տարածքը, նաեւ դեպի հարավ հետագայում հարավից Կասկադով։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, որ կողմերը ձեռնարկել են առանց միջնորդների, փաստորեն առաջ չեն գնում։ Փաստաթղթի համաձայնեցումից հետո որևէ առաջընթաց չկա։ Վերջին շրջանում նաև պաշտոնական հայտարարություններ չեն հնչում։ Կա նորություն, թե ոչ։ Միջնորդների ու այլ երկրների ներգրավվածությունը գուցե կօգնի, քաղաքագետն ասում է, չի խանգարի, մասնավորապես ստորագրումից հետո կետերը իրականացնելու պարտավորվածությունը կավելանա։ Երաշխիքների առկայությունը եւ համապատասխան դերակատարողների առկայությունը, որոնք կարող են երաշխավորել ոչ միայն գրած, այլ նաեւ շահարկական կայուն արդյունավետ համագործակցությունը երբևիցե չի հանդես եկել որպես նպաստող պայման խաղաղության հաստատման եւ առկայության համար։ Իհարկե, կախված այն բանից, թե որ երկիրն է միջնորդը կամ որ հարթակում է քննարկվում հարցը, կարող է առաջնահերթությունների տարբերություններ լինել, բայց միևնույն ժամանակ ինչ որ ձևաչափով քննարկելու համար անհրաժեշտ է երկու կողմի համագործակցային մոտեցումը, ինչը Ադրբեջանի պարագայում պարզապես չկա։ Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև հիշատակելու հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը վերահաստատելով ապագա սերունդների կրթման կարևորությունը նման ոճրագործությունների կրկնությունը կանխելու համար։ Վաշինգտոնի հայդատի հանձնախումբը տարածել է համայնքային լայն կոչ, պահանջելով, որ կրթության պետական վերահսկիչի գրասենյակը ապահովի ցեղասպանությունների ընդգրկուն ու լիարժեք ուսուցում Վաշինգտոնի պետական դպրոցներում, ներառելով 1915 թվականի հայոց ցեղասպանությունն ու 2023 թվականի Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը։ Ընդդիմադիր Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները նախագիծ են ներկայացրել Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ падգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու համար։ Լրագրողական համայնքը համարելով, որ ԿՊԱ-ական падգամավորը անհարգալից է վարվել իրենց գործընկեր լրագրողների նկատմամբ, էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու համար ստորագրահավաք էր սկսել։ Մաքրեք ձեր շրթունքները։ Հարցի քննարկումը կրքերը թեժացրեցին դահլիճում։ ԿՊԱ-ական падգամավորներն էլ այսպես մոտեցան հարցին։ Այդ դեպքում ինչու չնախաձեռնվեց էթիկայի հարցերի հանձնաժողով ստեղծել, երբ Հայաստան խմբակցության падգամավորի օգնականը լրագրող ծեծեց։ Դրա հետ կապված ոչ մեկը ոչ մի բան չեք ասել։ Ասում եք մենակ հիմա։ Ես դուք լսեցիք, որ ասեցի դատապարտել եմ։ Չէ, խնդրում եմ թողեք ավարտեմ։ Ոչ մի բան չեք ասել։ Տագուհի Թովմասյանը հիշեցրեց պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի փողոցում լրագրողների ծեծելու տեսախցիկը վնասելու դեպքը դրանց վերաբերյալ որևէ գործ չհարուցվեց։ Ճիշտ եք ասում, մենք հապաղել ենք, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ ազգային ժողովի նախագահ թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում։ Մենք թերած
Այդ դեպքով թերացել ենք։ Մենք շատ դեպքերում ենք թերացել, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել էր ու իրեն խուլիգանի պես էր պահում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, ճիշտ եք ասում, որ լռեք, որ մենք այդ ժամանակ չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, ճիշտ եք ասում։ Դուք ձեզ կարգիրավիրեք եւ մի ընդհատեք ինձ, այ հիմա էլ եք ձեզ արդեն պահում, ոչ հարիր։ Անջատեք խոսափողը Տիկին Թովմասյանի։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ ինքը լրագրողի չի վիրավորել։ ԿՊԱ-ական падգամավորը պահանջում է ավելի հստակ մեղադրանքներ ներկայացնել։ Դուք ինչ եք հասկացել իմ ասացից։ Դուք չասեցիք։ Ասում են, ասեք, եթե ես կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել, բերանդ լվա։ Շատ անհասկանալի արտահայտություն է։ Եմ մեկնաբանել է, ինչ է մեկնաբանել։ Քոչարյանը եւս մեկ անգամ կրկնեց, թե ինքը չի վիրավորել լրագրողին, այլ մեջբերել է arczepiskopos Բագրատ Գալստանյանի բառերը։ Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգության սպառնալիք, դրա համար անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով եւս զբաղվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է եւ անվտանգության խորհուրդը նաեւ դրա շրջանակներում է աշխատանքներ կատարում եւ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում եւ տեղեկացնում ենք նաեւ զեկույցով վարչապետին, համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է Հայաստանի անվտանգության համար։ Գրիգորյանը նաև ավելացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա, եթե որևէ նորություն լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը, ասել է Գրիգորյանը։ Գրքերը չեն հանդարտվում Գյումրու ավականու մանդատների շուրջ, ազգային ժողովի ընդդիմադիր падգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած քաղաքական ուժի։ Մեր քաղաքը խմբակցության ավականու անդամները փաստաբանի ու լրագրողների ուղեկցությամբ գնացել են Գյումրու ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ահազանգում էին, թե օրենքի խախտում է եղել։ Ավականու անդամներից մեկը դիմում է ներկայացրել լիազորությունները դադարեցնելու համար։ Ըստ փաստաբանի ժամկետները անցել են, բայց հանձնաժողովը նիստ չի գումարել։ Տվյալ անդամի լիազորությունները չի դադարեցրել։ Մանդատը քաղաքական ուժի հաջորդ համարին չի հանձնել։ Շուրջ 2 օր հետո, կարծես 23-ին ապրիլի, աշխատանքային օրվա ավարտին, 17:50 րոպեին շատ ավելի կոնկրետ, Կարեն Հրայրի Բադալյանը նոր դիմում է ուղարկում էլեկտրոնային փոստի միջոցով համայնք, ասելով, որ հրաժարվում է իր դիմումից, ցանկանում է շարունակել պաշտոնավարումը եւ ուշադրություն երկրորդ մասը կամ երկրորդ դիմումը, որ ցանկանում է դուրս գալ մեր քաղաքը խմբակցությունից։ Այս երկրորդ դիմումը, որ ավականու անդամը ներկայացրել է, այսպես ասենք, նախորդ դիմումը անվավեր ճանաչելու, բայց քաղաքական ուժից դուրս գալու ու անկախ ավականու անդամ լինելու խնդրանք է։ Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել, կատարվածն այսպես է ձևակերպում փաստաբանը։ Շարունակում է, ոչ տիմ, ոչ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ։ Կա մտավախություն, որ այսօր էլ ստեղ հնարավոր է կա այդ հույսը, որ հայցի ապահովման միջոց կիրառելու կամ մեկ այլ եղանակով կփորձեն դատանի որոշման միջոցով անverջ ձգել է վիճակը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, քանի որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու քաղաքապետարանից 2 օրվա ընթացքում ստացել է 2 արձանագրություն, մեկը լիազորությունները դադարեցնելու, մյուսը չդադարեցնելու մասին, դիմել է քաղաքապետին եւ խնդրել է հստակեցնել, թե որ դիմումն է հիմք ընդունվելու։ Ինչ վերաբերում է ավականու անդամի վրա ճնշումներ իրականացնելու, վերջինիս իրենց շարքերը տանելու ընդդիմադիրների կասկածներին, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ասում է, իշխող ուժը գործընթաց հետ որևէ կապ չունի։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ գյումրեցին իր ընտրությունը կատարել է, մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ։ Ընդդիմություն, իշխանություն հերթական բախումն առաջացրած ավականու այս անդամի ճակատագիրը ինչպես կդասավորվի, նա կմնա որպես անկախ ավականու անդամ, թե պարզապես մանդատը կփոխանցի հաջորդ համարին առաջիկա նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կորոշի։ Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն ուղղված է այդ տարածաշրջանում անկայունության գոտի ստեղծելուն։ Այս մասին Ինտերֆաքսին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, նշելով, որ ապրիլի 28-ից Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի մասնակցությամբ հերթական հրամանատարամասշտաբային զորավարժությունները։ Զախարովան շեշտել է, թե դրանց մասնակցում են ռազմական բլոկի գործընկեր 17 երկրներ, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, եւ եզրակացրել է այսպիսով դաշինքը շարունակում է Հարավային Կովկասի հանրապետությունները իր ազդեցության ուղեցիր ներքաշելու ընթացքը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին Փարիզում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Աշ-Շարային եւ կոչ է արել նրան ամեն բան անել առանց բացառությամբ բոլոր սիրիացիների պաշտպանությունն ապահովելու համար։ Մամուլի ասուլիսում Մակրոնը հայտարարել է, որ այդ պաշտպանությունը պետք է տրամադրվի սիրիացիներին անկախ նրանց ծագումից, կրոնից, դավանանքից ու հայացքներից։ Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայաններում թռիչքները հետաձգվել են ուկրաինական դրոնների հարվածների վտանգի պատճառով։ Հայտնել է Ռոսավիացիան, սահմանափակումները ուժի մեջ են մտել մայիսի 6-ից։ Ժուկովսկի օդանավակայանում եւս սահմանափակումներ են գործում։ Ընդհանուր առմամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի 11 շրջաններում, հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Պարսից ծոցի պատմական անվանումը փոխելու քաղաքական դրդապատճառները վկայում են Իրանի դեմ թշնամական մտադրությունների մասին։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարվելիք այցի շրջանակում պատրաստվում է Պարսից ծոցը անվանել արաբական ծոց։ Ի հակադրություն Պարսից ծոցի պատմական անվանումը փոխելու քաղաքական դրդապատճառները վկայում են Իրանի եւ նրա ժողովրդի դեմ թշնամական մտադրության մասին եւ խստորեն դատապարտվում են։ Նման կողմնակալ գործողությունները վիրավորանք են բոլոր իրանցիների համար, անկախ նրանից ծագումից կամ բնակության վայրից։ Հուսով եմ, որ Պարսից ծոցի անվան մասին զավեշտալի խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան ստի արշավ, ասել է Արաղչին։ Ռուսական համայնք նեոնացիստական շարժման ներկայացուցիչները ներխուժել են Լենովոյի շրջանում ապրող հայի տուն։ Բռնկված հրդեհից հետո բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 37-ամյա քաղաքացու Դ, իսկ պատուհանի տակ ծանր վիճակում գտնվող 24-ամյա աղջիկ։ Հյուսիսային Կորեան 15,000 աշխատանքային միգրանտ է ուղարկել Ռուսաստան, տեղեկացրել է The Wall Street Journal-ը։ Պարբերականը հողումանելով հարավկորեական հետախուզությանը նշում է, որ Կիմ Չեն Ինը հերթական նվերն է արել Վլադիմիր Պուտինին, միգրանտներին ուղարկելով Ռուսաստան, այդ երկրում աշխատուժի պակասի պայմաններում։ Նշվում է, որ աշխատանքային միգրանտներից շատերը Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ուսանողական վիզաներով։ Պարբերականը հայտնում է, որ տեղացի գործատուները գնահատում են հյուսիսկորեացիներին ցածր աշխատավարձի դիմաց օրական 12 ժամ աշխատելու պատրաստակամության համար։ Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցել նորաձևության ամենահայտնի միջոցառումներից մեկը Get Gal 2025-ը, որի ընթացքում հոլիվուդյան հայտնի աստղերը ներկայացել են շքեղ կերպարներով։ Այն ոգեշնչված էր մետրոպոլիտեն արվեստի թանգարանի եւ կոստյումների ինստիտուտում Save Dandy-ին ներկայացնող ցուցահանդեսով, որը ըստ Vogue-ի ուսումնասիրում է հագուստի եւ ոճի կարեւորությունը Ատլանտյան սփյուռքում սևամորթների ինքնության ձևավորման գործում։ Բաքվում ապօրինաբար պահվող հայերի խնդիրը ըստ պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի ոչ միայն մնում է օդում կախված, այլ օգտագործվում է Հայաստանի դեմ նոր քաղաքական, իրավական, քարոզչական, ռազմական գործողությունների պատրաստման համար։ Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, թե նրանք պետք է մշտապես գտնվեն հայկական պետության ուշադրության ու աջակցության ներքո։ Պատգամավորը շեշտել է, որ մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվում է նաև այնտեղ գտնվող հայերի իրական թիվը հրապարակել։ Թեև պաշտոնական մակարդակում որոշակի բարբերականությամբ հիշատակվում է Ադրբեջանում անօրինական պահվող հայերի հարցը, սակայն բավարար գործուն ջանքեր չեն գործադրում ոչ պաշտոնապես հաստատված 23 անձանց, ոչ էլ մեր այն հայրենակիցների մասով, որոնք ունեն անհետ կորացի կարգավիճակ, սակայն Ադրբեջանը նրանց Բաքվում գտնվելը չի հաստատում։ Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի հայրադարձման հարցը զուտ հումանիտար բնույթի խնդիր չէ, որոնց պաշտպանության հարցն ի դեպ ամրագրված է միջազգային իրավունքով եւ կոնվենցիաներով։ Այդ մարդկանց Ադրբեջանում գտնվելը, կեղծ դատավորություններով անցնելը, ՀՀ գործող վարչակազմի անօգնական վիճակն ու աղերսող պնդումները մեծ հարված են հավաքական հայի պատվախնդրությանը, ինքնությանը, պատմությանն ու բարոյարժեքային համակարգին։ Gallup International ասոցիացիան ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք եւ այսպես հարցվածների 11.6%-ը նշել է քաղաքացիական պայմանագիր։ Այստեղ ըստ Նավասարդյանի 0.3%-ի նվազում կա, 8%-ը նշել է Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան, այստեղ էլ բավականին մեծ աճ է գրանցվել, մոտ 2 կամ 3%։ Պատիվ ունեմ դաշինք Հայաստանի Հանրապետական կուսակցություն 3.7%, Բարգավաճ Հայաստան 3.2, Դոգ Վարդան Ղուկասյան 2.9, Հայ հեղափոխական դաշնակցություն 2.2, Հանրապետություն կուսակցություն 1.9%, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 1.5%։
Մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում անհայտ անձը կամ անձինք Շենգավիթի Մկրտիչ Սետրակյան փողոցում սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ Հոնդան։ Ստեփանյանն ու հարևանները նկատելով վառվող մեքենան նախ ահազանգել են փրկարարծարայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, արագ կողմնորոշվել են մինչև հրշեջների ժամանումը մարել մեքենայում առաջացած կրակը։ Ի դեպ ըստ հարևանների հրշեջները ուշացումով են եկել։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Բարեբախտաբար ուժասներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Իսկ մայիսի 5-ին Իսահակ Գասպարյան փողոցի 30 հասցեում մեքենա է այրվել։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շրջի փրկարարական ջոկատի փրկարարները նախ կանխել են ՎԱԶ 2109-ում առաջացած կրակը, ապա մարել այն, սակայն մեքենան վերածվել է մոխրակույթի։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ի դեպ կասկածներ կան, որ այդ մեքենայով հանցագործություն է կատարվել, հետքերը վերացնելու համար էլ մեքենան հրկիզել են։ Այդ փաստով զբաղվում են քրեական ու համայնքային ոստիկանները։ Ըստ նախնական տեղեկությունների հնարավոր է նշված ավտոմեքենան Արմավիրի մարզից գողացել են։ Կան նման օպերատիվ տեղեկություններ, ինչը այս պահին ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի քրեական վարչության պետ Արտուր Բդոյանի հանձնարարականով արդեն մարզի քրեական ոստիկանները այդ ուղղությամբ աշխատում են։ Մայիսի 5-ին Սարալանջի փողոցում բախվել են 24-ամյա Սամվել Օրդուխանյանի BMW-ն եւ 33-ամյա Մհեր Սարգսյանի BMW X3-ը։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ըստ տեղեկությունների վթարի պատճառը եղել է Օրդուխանյանի վարած BMW-ում առաջացած անսարքությունը։ Դրա հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել BMW X3-ին, ապա առաջ ընթացել ու բախվել ճանապարհի եզրին տեղադրված երկաթեթի թեղին, կոտրել այն, մասամբ հայտնվել փոսում։ Քիչ կոմպահի, լավ այդպես դոգա։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժասներ չկան։ Եվ մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Երևանյան լճում ջրասուզակն ու փրկարարները հայտնաբերել են Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայիդին։ Ժամանել են ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ աղջիկը մանկական երկաթուղու տարածքում էր ընկել Հրազդան գետը։ Մի քանի օր է նրան որոնում էին։ Փրկարարները, ջրասուզակները, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, անգամ Երևանի մի քանի փրկարարական ջոկատների փրկարարներ եւ փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարար ծառայության գեներալ մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ նաեւ Արարատի, Արտաշատի, Վեդիի, Աշտարակի հրշեջ փրկարարները ամեն օր որոնական աշխատանքներ էին կատարում։